հայրիկիս անունով ավտոտնակը գրանցված է կադաստրում, ունենք կոդով ամեն ինչ, ես վճարել եմ վերջի տարիների ընթացքում միշտ պարտաճանաչ, գույք հարկի վճար կա, սենց մի օրում եկան ասեցին, որ պետք է քանդեն, երեք եկել են, ասել են ինչ հնարավոր է, արժեքավոր, իրերը հանեք, փախցրեք, այդքանը Ասենց հիմա թուղթը ծանուցում է եկել անգամ ես վերջերս, որ գրած ավտոտնակ, ասենք վճարը, 5000, երկեր։ Հայրիկս տեղ չի, ես երեք ընկերս ասեց, իմ կողքի ավտոտնակի տերը։ Խնդրեմ, ստեղ նշանակությունը բնակարան, ասենք, ստեղ բնակարան ունենք։ Նշած է նշանակությունը, շինության նպատակային նշանակությունը ավտոտնակ, վճարը 4204 դրամ։ Ամսական։ Չէ, սա տարեկան է, կարծեմ։ Ամեն դեպքում on-line բանկով վճարել եմ միշտ պարտաճանաչ։ Սենց 21 թվականին ասցին, որ պետք է գեոդեզիա արվի ու կադաստրում գրանցվի, ինչը որ պարտաճանաչ արել են։ Այդ ժամանակը ամեն ինչ եկել սաղ նկարել են, գեոդեզիան արել են, գնացել է կադաստր, մեզ կոդ է եկել կադաստրից։ Քանա։ Այսինքն այդ կոդի հիման վրա դուք ձեր վճարումները արել եք։ Այո, պարտաճանաչ արել ենք այդ ամբողջ բոլոր վճարումները։ Ու այս հողը ժամանակին եղել է բնակելի նշանակության, ինչ որ պայծ փոխել են, դարձրել են հասարակական նշանակության։ Ու հիմա ասես փաստի առաջ են կանգնած։ Որ պահից եմ փոխել։ Եթե չեմ սխալվում 25 թվականից են ասում։ Ну, տենց չեմ հետևել կոնկրետ այդ գործընթացին, բայց ինչ որ պայծ հողը փոխվել է նշանակությունը։ Իսկ պատրաստվում եք օրինական ձևով պայքարել ձեր իրավունքների համար։ Իհարկե, օրենքի սահմաններում ինչ հնարավոր է փորձում ենք անել։ Այստեղ մի հատ հաց կա, էլի, որ մերժումը չկա, թուղթը։ Ասում է դատարանը հայտ չի ընդունել։ Որտեղ չկա մերժումը։ Առանց մերժման քանդում են։ Մերժումը տան, ասենք, ժամանակի նշանակեն բանանը, ճիշտ է։ Ոչ մի բան չկա։ Երեք եկել են, այսօր քանդում են։ Անգամ ծանոթում չի եղել։ Եթե տեղյակ եմ, ինչքան տեղյակ եմ, մի ամիս առաջ պետքա ծանոթում լինի արձերն, որ այսպեսի բան է սպասվում ձեզ, որպեսզի, ասենք, ենթադրենք երկրում չէինք կամ հնարավորություն չունենք այս ամեն ինչը դատարկելու, գույք կա, ամեն դեպքում ավտոտնակը շատ երկար տարիներ գործածվել է իր նպատակին։ Մի օրում եկել են, ուղղակի ասում են, որ վաղը գալու ենք քանդենք։ Վերևը նկարեցի։ Ինչքան էլ մաքրել ենք։ Սա զիբիլները դրսում են, քամին բերում են ու դրսում են։ Ու փոքր երեխեք են, խաղում են։ Ասում է կանաչ գոտին կա, հենը, այգին կա։ Ինչ է կարել դրա համար։ Հիմնադրել են բնակիչները։ Սեփական միջոցներով ենք այդ այգին սարքել։ Ճիշտ է, հետո պետությունը բարելավել է, բայց հիմքը սկիզբը արվել է բնակիչների միջոցով։ 7 տարեկան երեխից բռնած միջև մեծահասակներ աշխատել են այդ այգու վրա։ Տիրություն չեն անում։ Ինչ կանաչ գոտու մասին է խոսքը։ Ստեղ սա ժարեր է, որ հիմքը գել է։ Ես մեքենայով այստեղ կանգնած եմ։ Ես չգիտեի որտեղ եմ կստանամ։ Սա ժարեր է։ Ոչ մի կանաչ գոտել չեն կարող սարքել։ Այնա ծառերը տնկածը նորմալ չեն աճում։ Արմատները եթե քարերին կառնում ասում։ Երեխեք եկուս որ քանդել են, նրանց կա սեփական ասած է, ու փոստամնալու երեխային խաղալու են, վազելու, կանեն գնեն, աստված շանի։ Սա քար ու քրալ, երեխեն ընկեն ինչ կլին։ Իրանք չեն մտածում, կառավարությունը չի մտածում։ Ոչ հայ ժողովրդի համար, ոչ էլ իր պետության։ Դա էլ ասա կառավարություն պետք է լինի որ մտածի Հետ եմ ասում եմ ժամանակ չեն կարող քաղաքացին ոչինչ չի կարող։ Շուրջուխը լավ է ուտում, պերաշկին, կուկուրուզը ոնց որ սոված ծառա փախածել էր, նրանց էր կարծում։ Այդպես բաներ կարում են։ Ոչ մի սրա վերջնը կգա, դա չի մնա։ Ոչ մեկը հավիտենական չեն։